Ձեր սուտ խոսալը էլ չափ ու սահման չունի Հանրաքվեի ժամանակ էր, որ մարդիկ գնացին ապրիլի 12-ին նախագահական նստավայր պահանջելու, որ վստահության հանրաքվեն արվի։ Լավ, Պետրոս Սոհատի կարող եք ասել, քանի մարդ կալանավորվեց անդիմադիր գործիչներից, քանի մարդ դատվեց, քանի դատական պրոցես կար այդ ցույցը ցրելուց հետո։ Անուններ բերեք։ Ես չասեցի, որ դատվում էին մարդիկ, ես ասեցի ծեծում ջարդում էին, բայց ինչի դատեք, եթե ծեծեց ցրել եք մարդիկ փախել են։ 0 Եվ որ ինքն ասում է այդ ժամանակ որևէ մեկին չեն ձերբակալել, այստեղ շատ մեծ սուտ է ասում։ 0 Ես մտածում եմ դուք ինֆարկտ կստանաք։ Այո, ու իսկապես այդպես էր, որովհետև 560 մարդ է ձերբակալվել ապրիլի 12-ին եւ այդ մարդկանց մեղադրանք է ներկայացվել նաեւ ինձ 301 հոդվածի իշխանության բռնազավթման 15 տարի հոդվածով։ Քոչարյանը ասում է ոչ մի քաղաքական գործ չի նկատվում, ոչ մի բան։ 0 Դեք փախել են 0 Հիմա Կոպիտ սխալ է էլի ուղղակի հարվածների տակ են գել Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, падգամավորներ Շավարժ Քոչարյանը, փախել են 0 Հիմա Դուբինկայով առաջին անգամ այդտեղ Գեղամյանի գլխին, չէ՞։ Այո, Արտաշես Գեղամյանը դուրս եկողների դիմաց ասաց, ես падգամավոր Արտաշես Գեղամյանն եմ, մտածելով, որ падգամավորը չեն հարվածի, իսկ իրենք դուրս էին եկել ազգային ժողովի ընդունարան մտնելու այդ հատվածից ու թիկունքից, անմիջապես ասացին, հենց քեզ էլ սպասում ենք ու տապալեցին գետնին Արտաշես Գեղամյանին։ քանի մարդ դատվեց, քանի դատական պրոցես կար այդ ցույցը ցրելուց հետո։ Անուններ բերեք։ Ասեմ նաև, որ անխտիր անունը դրել էին կոնթո Վազգեն Մանուկյանին էլ տապալեցին։ Վազգեն Մանուկյանին էլ նույն կերպ տապալեցին գետնին։ Դրանից հետո այդ Կոլցո օպերացիայի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կիրառվել է ջրցան մեքենաներ, էլեկտրոշոկ եւ պայթուցիչներ։ Արարներին ու էլեկտրաշոկով, ռետինե մահակներով, ջրցան մեքենաներով, մետաղյա ամրաններով ու կցված պայթուցիկներով հարձակվում նրան։ Այդ պայթուցիչներից բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, Ռաֆայել Ղազարյանի որդին առեսօր այդ պայթուցիկների պատճառով ոտքի այդ վնասվածքը դեռ որովհետև դրանք պլաստմասայի բեկորներ են, որոնց հեռացնելը բավականին բարդ է, ու առեսօր խնդիրներ ունի այդ տղան։ Ասեմ նաև, որ դրանից հետո ներխուժել են մեր գրասենյակներ, կապարակնքել են թե Ստեփան Դեմիրճյանի գրասենյակը, թե մեր կուսակցության գրասենյակը։ 2004-ի իրադարձությունների ժամանակ ըստ լրագրողի ջարդում էին տեխնիկան ու ձեռքի տակ հայտնվող ցանկացած անձնական իր։ Ձերբակալում էին քաղաքացիների, որոնք ոչ մի կապ չունեին կատարվող իրադարձությունների հետ։ Քանի մարդ դատվեց, քանի դատական պրոցես կար այդ ցույցը ցրելուց հետո։ Անուններ բերեք։ Ձեր սուտ խոսալը էլ չափ ու սահման չունի Սուտ խոսելու չափ ու սահման կա